մեզ նման բազում բարիքներ, քարուններ կրկած, սիրով կարմած, սիրո տպրության ու հավերության լույս հաղթանակներ ամենուր նշել։ Ես Տիգրանը, հպատեմ, որ ես հայ եմ, որ յուտասի հայկի թորն եմ, հպատեմ, որ ծնվել եմ Հայաստանում, խոսում և արդեն կրում եմ հայեր։ Ես մի փոքրիկ հայր եմ, ես սիրում եմ իմ երկիրը Հայաստանը։ Մայրենի լեզու սրբությունն յուրաքանչյուր մարդու համար, ինչպես մայրը հայրենիքը։ Լեզուն մշակույթ է ու պատմություն, անսահման հարստություն է ու ժողովրդի հավերժության խորհրդանիշ է։ Առանց մայրենի լեզվի իմացության չկար օրինել լիարժեք բարձր։ Հասիրությունը կսվում է մայրի լեզվի։ Շողոթը կենդանի իր լեզվին։ Հայր մնալու համար թեկուզ օտար երկրում չպետք է մոռանալ մայրենի լեզուն։ Լեզուներ պետք է մանրացուն, իսկ մայրենի լեզվով է մարդիկ հայրենիքը սիրում, մնասատականում, դե մարդու։ Յուրաքանչյուր այմար ոչ մեկ պետք է իմանա մեր այբուբենը, այլև պետք է ապրի ու դաստիարակվի նրանով, ընդունի այն որպես հետազան մասում։ Լեզուն երբեք չի ծերանում, նա միշտ նոր է երիտասարդ յուրաքանչյուր սերնդի շուրթերին։ Ուրեմն պետք է պահպանել ու պաշտպանել մայրենի լեզուն ամենուր ու հավետ։ Իմ սիրելի ընկեր, ես էլ դու էլ մեր բոլորս էլ, մեր բոլորից շատ պարտական ենք։ Մի մեծ մարդու մի անջարի, որ ու սպրես ճամպինային։ Մեզ
Պերմանել հավատ Աստծո, պահպանել պատմությունը դարավոր ազգիս։ Հիշտը պատել է դարացած սիրտը, ոչ սնվում է նա ոչ էլ քնում, բայց մի գեղեցիկ օր սիրքի պահին, նրա առաջ շողացին այլեր չքնաղ տարերը։ Ոգևորված ուժով ժորավոր, մաստացը գրեց հայոց տարերը, հայն հայ պահով մեր այ բուբենը։ Լեզում մեր ոսկեղենիք, տպես նավշտոցար գուբեն ոսինված լինեն բրնչան ընդեմ։ Երբ ասում ես մեստրով մաշտոց, հայաց լեզուն ես հասկանում, քանզի քեզնով հայ մնացին, քանզի քեզնով ազգություն։ Լեցելիները մատոզեց չէ գերելիլարերը, չէ խոսք, կատակնատոդար գերելով մեր։ Աղբյունեն է տարել հայով, լույս է բոխում ամեր տարից, ասես միացած է միջել արյատի բաղ կատարից։ Անկն ունի ոսկայ բուբենը մեր, 39 տասիվոդիկներ, բայց ասը նրանց աթի վանքանակ, քասիվոներին մի ամբոս բանակ։ Դպրոց, հոգուց մասում են անով, մանուկ օրերը, բարդ ու
լուսավոր, քոչեն ու բարի պատերն է, սուր միտք զոհքի սամուք է ապրում։ Հայոց ամուր բերտերպես մենակ նոքսու անպես թանգ հայոց մեր տարեր է եկատագիր սուրկիկ է։ Դպրոց է գալի արդենին ամիս և հասրել են շատ բան սովորել իսկ մեզ օգնական եղան գրքերը, բայց կարևոր էր առաջին գիրքը մեր շատ սիրելի Այբենարանը։ Նա մեզ ծանոթացրեց հայոց տարրերի, տարրեր, որ միացան դարձան բառեր, իսկ երբ միացան բառերը, նրանք դարձան նախադասություն։ Նրանից հետո ստեղծվեցին եկյալներ և պատմություններ, որոնք մենք շատ ու շատ ենք սիրում, և այսպիսով գրքերի միջոցով դպրոցից ժամվան բացվեց մեր առաջ մեծ ու գունագետ մի օրաշք աշխարհ։ Մեր կյանքի ընկերն է գիրքը, ուղեցույցը մեր կյանքի, որ բացում է փակտեղները ու գաղտնիներ աշխարհին։ Նա ուզում է քայլել շուտով լինել ազնիվ լինել və արդեն ապրել արևմտյան մեր ողջ կյանքում առավել։ Գիրքն է դարձել իմ ընկեր, Այբեն է մեր գիտելիքի, ուղեկիցը խորատուր և բանանի հրաշքների ճանապարհին։ Գիրքը կարծ է բանալի, անցյալ բոլոր տարերի, կարդա, սովորի սիրով, կայքը լսրու փառքով։ Գրքի նման եղի հետ, բոլորը շատ կսիրեն քեզ, կարդա ամեն օր մշտապես, միտքը կքաղցանա մրգի պես։ Գիրքն է պարգևում թևեր, որ նվաճես բարձունքներ, փարոս կդառնա կյանքում, չես խաբխաբի խավորում։ Գիրք հրաշք, հրաշագործ, գիտելիքի հրաշ շորոս, շատ շորոսքով թանկագիր, զարդարիր կյանքի տուղին։
Ինքն է դարձել իմ ընկեր, այ բուբեն է մեր գիտելիքի։ Իմ ստուկ ծախկեցի ածիծայք, ու մեծալավ դարձավ տպատակ, ընկերքի որում գալի կաշանի եկել հզոնով։ Ինչպես մենյակնած հզոր քաջերը իրենց թանկ կյանքը տվեցին հողին, մենք մեր ողջ գիտելիքը պիտի նվիրենք մեր հայրենիքին։ Ես հիմա այստեղ ձեր առաջ կանգնած նայում և հիանում եմ։ Դարեր առաջ իմ կատարած վճռորոշ քայլը արմատապես փոխեց Հայաստանի ապագը։ Դուք այժմ կարդում, գրում և հաղորդակցվում եք մեր սուրբ հայերենով։ Ես հիմա չկա ավելի մեծ պարգև ինձ համար, քան այն, որ դուք շարունակում եք սրբությամբ վահել և ավանդել եկող սերունդների հայ պահող հայոց այբուբենը։ Հայրենիքը հարության
Ալիքին, շնորհակալ եմ հրաշալի միջոցառման կազմակերպման համար եւ բացի միջոցառում այս միջոցառումը կայանա մինչեւ այս գեղեցիկ արվեստական արվեստանային հանդեսի ներկայացնել ասեն, որ բավականին մեծ աշխատանք է անում դասվարը եւ հետո էլ է անելու, բայց փոքրիկներին մանկապարտեզից ընդունելը, նաեւ մինչեւ մանկապարտեզ, այսինքն երեխաներ ունենք, որ մանկապարտեզ էլ չեն գնացել, չէ՞։ Բնականաբար նրանց կրթօջախին հարմարեցնել, այսպես նպաստել, որ նրանք նաեւ կրթական համակարգի մեջ մտնեն, դրանում անխոս բոլորն եք աջակցում, սիրելի ծնողներ, եւ դուք, եւ մեր դասվարը, եւ մեր հնարավոր դպրոցական միջավայրը նաեւ, այնպես որ այսօր դուք հայրում եք սավ երջանիկ օր է ձեզ համար, որովհետեւ ձեր Մեսրոպյան տարիները, մեր հայրենիքները ձեր ձեռքին են, իսկ դրանք եսայի ծերեր են, հոգիներ ջան, նրանք մեզ ապրեցնելու համար են, որովհետեւ ամեն մի հայ առաջին հերթին պետք է լավ իմանայի հայրենին, նոր հետո տարբեր լեզուն են։ Եվ այսօր ձեզ համար, ձեր ծնողների համար, ձեր տատիկ պապիկների համար, բոլորի համար, մեր մանկավարժական կոլեկտիվի համար հրաշալի մի օր է, որովհետև ևս մեկ սերունդ հրաճանաչ տարա, տարաճանաչ տարա եւ պիտի շարունակի կրթական գործընթացի մեջ հրաշալի դպրոցում։ Շնորհակալ եմ սիրելիներ, հուսով եմ, որ այսպես էլ գեղեցիկ կշարունակեք ձեր կրթական շարունակությունը մեր դպրոցում։ Կրթվեք մեր դպրոցում մեր հրաշալի ուսուցիչների առաջնորդությամբ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Այնուց շատ գեղեցիկ եւ նեփաճաշակ է դահլիճը, հարգելի ծնողներ, գիտեմ, որ ձեր մատը խառն է ձեռքը։ Շնորհակալություն Իգեր Բադալյան։ Սիրելիներս, ես էլ եմ ձեզ շնորհավորում, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, ուսման բնագավառում եւ ընդհանրապես կյանքում։ Ուզում եմ, որ այս գանձերի պահոցը, որի մասին մենք խոսել ենք ու բազմիցս դա քննարկել ենք, հարստացնենք ազգային արժեքներով, քանի որ եթե մենք պահենք ու պահպանենք մեր ազգայինը, կարողանանք դրա հիմքի վրա աշխարհում հասնել ամեն ինչի հաջողությունների եւ միշտ հիշենք, ընտանիքն ու դպրոցն են կայուն ապագայի հիմքը։ Ցանկանում եմ, որ հաջողություններ ունենաք, ձեզ կանաչ ճանապարհ եւ բարի գալուստ արդեն սեպտեմբերին կասենք երկրորդ դասարան, սիրելիներս։ Շնորհավորում եմ ձեզ շատ ձեզ եւ սիրելի ծնողներ ձեզ ձեր աջակցության համար, կողքից լինելու համար։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհավորում եմ ձեզ տարաճանաչ տարանախմարդիկ, ցանկանում եմ նորանոր գիտելիքներով հարստացնել ձեր կյանքը, ձեզ բարի երթեր մաղթում կանաչ ճանապարհ, խելացի լավ բարիքներ լինեք, որ ձեզ առողը պատկանան, եւ ձեր ծնողները, եւ ձեր ուսուցչուհին, եւ դպրոցը, եւ կոշտայան շնորհավորում եմ ևս մեկ սերունդ տարաճանաչ դարձնելու համար, գեղեցիկ միջոցառումներն ամեն անգամ շնորհակալ եմ, նաեւ հարգելի ծնողներ, ձեզ համար մեծ տոն է, ձեզ համար մեծ ուրախություն է, որ ձեր փոքրիկները դարձել են տարաճանաչ, արդեն ազատ կարող են գրել, կարդալ հայոց լեզվի ոսկեղենիկ տառերով։ Այսքան է երևի, բոլորի շնորհավորում եմ։ Ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ մեր երեխաները տարաճանաչ են դարձել։ Ուզում եմ ասում են լիքա երեխաները լավը չեն, դաստիարակությունը են չի, խնդրեմ ինչ ենք տեսնում, տեսնում ենք դաստիարակված, գեղեցիկ, կոկիկ, մաքուր, գրաճանաչ, լսող, հասկացող, հասկանում եք ինչ ունենք մենք շատ բան ունենք ու այդ ունեցածը պետք է կարողանանք առաջ տանել։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ընկեր Կոշտոյանին, որ կարողացել է այսպիսի թիմ ստեղծել։ Սա մի մեծ թիմ է,
հաջողություն է, որ այս տարիքում երեխաները կարողանում են համախմբվել։ Դուք նկատեցիք, որ գրեթե չէր հուշվում իրենց դերերը։ Բարերը կատարում էին ինքնուրույն, նշանակում եմ, եթե մենք աշխատենք, ուրեմն կհասնենք մեծ արդյունքների։ Շնորհակալություն ձեր պստիկներ, ես ձեր բոլորին սիրում եմ։ Շատ բաներ եք ասել, դուք գիտեք ինչ շատ բաներ եք սովորել։ Ապրեք, շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհավորում եմ, սիրելի փոքրիկներ ձեզ, մենք ծանոթ ենք, երևի ամենաշատը ես եմ ծանոթ, մենք միասին նույն հարկում ենք գտնվում։ Շնորհավորում եմ բոլորիս, սիրելի ծնողներ, ոչ միայն ծնողներին, ուսուցիչներին, աշակերտներին, այլ նաև ամբողջ հայությանը, քանի որ այսօր մի սերունդ ևս դարձավ տարաճանաչ, սովորեց մեր մայրենի լեզվի այս գեղեցիկ տաղերը, տաղեր, որ երևի ոչ մի երկիրը չունի այսքան գեղեցիկ տաղերը։ Ցանկանում եմ ձեզ ամբողջ ու խաղաղ մանկություն երեխաներ։ Միշտ ապրեք խաղաղ երկնքի տակ։ Չլացեք, եթե լաց լինեք, ձեր լացը լինի ինչ-որ երջանկության համար, ուրախության համար։ Ձեր արդյունքները, ձեր մայրիկների արդյունքները թող լինեն ձեր հաջողությունների համար։ Ցանկանում եմ ձեզ կանաչ, հարթ ճանապարհ։ Իհարկե, եթե խոչընդոտներ լինեն, պիտի հաղթահարենք, կբարձրանանք, կընկնենք, վերջում կբարձրանանք։ Շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի համար։ Եմ սիրով ողջունում բոլորին, ես երկար խոսել կնց շատ չգիտեմ բառեր ասել չեմ կարող, անչափ շնորհակալ եմ ձեզ երեխաներ, մենք ձեզ շատ սիրում ենք, ուրախ ենք, որ դուք արդեն կարողացաք հասնել այս փուլին ու ձեզ այսքան սիրում պահեք։ Շնորհակալ եմ ծնողների կողմից ընդհանուր ձեզ բոլորին, դուք ձեր բոլորը ուսուցիչներ ներդրում ունեք մեր երեխաներին, որ այսքան գեղեցիկ են, ապրեք շատ երկրորդ դուք չգիտեմ խոսքեր չունեմ